ասել, որ հիմա տեղի ունեցող process-ը մեր կուսակցության համազգական ցուցակի հաստատման երկփուլ ընտրությունների առաջին փուլի քվեարկությունն է։ Ի տարբերություն որոշ օլիգարխիկ ու կլանային կուսակցությունների, մենք մեր ցուցակը ահա այսպես ենք կազմում։ Մեր պատվիրակները գալիս են, գաղտնի քվեարկության քվեարկում են եւ այդպես կազմվում է մեր ցուցակը։ Այդպես որոշվում է մեր առաջին համարը, երկրորդ համարը, երրորդ համարը, չորրորդ համարը ու այդպես շարունակ մինչեւ վերջ։ Ուրիշ կուսակցություններում դուք վստահաբար գիտեք, թե այդ process-ը ինչպես է տեղի ունենում, ինչ առուծախեր են տեղի ունենում եւ ինչ մորթոցիներ են տեղի ունենում։ Հիմա եթե ունեք հարցեր, սիրով կխոսեմ։ Այսինքն մենք ճիշտ ենք հասկանում, եթե ասում ենք երկփուլ, հիմա 50-ը ընտրվում է, հետո հաջորդ 50-ը ընտրված 50-ը պետք է դարձ համարների արդեն այդ ընտրությունը կայանա։ Ձեր ցուցակը դրանից հետո շարունակվելու ինչպես, թե 50 հոգու ցուցակ է լինելու։ Տեսեք, չէ, իհարկե 50 հոգու ցուցակ չի լինելու, շատ մեծ ցուցակ է լինելու։ Հիմա ընտրվում է փաստացի առաջին 50-ը եւ երկրորդ 50-ը եւ մնացածն էլ է կազմվում իհարկե, բայց առաջին 50-ը ընտրված, որը որ կընտրվի այս քվեարկությամբ, իհարկե հետո օրենքով սահմանված կարգով քվոտայի միջամտություն կարվի, բայց այդ կազմավորված 50-ը հետագայում մի հատ էլ երկրորդ փուլի քվեարկության կանցնի, որպես այդպես միայն այդ առաջին 50-ը հա նույն կարգով կանցնի, որպեսզի արդեն կազմավորվի այդ 50-ի դասավորվածությունը։ Դրանից հետո մյուս 50-ը Իսկ մյուս 50-ը արդեն կազմավորված է, իհարկե քվոտայի միջամտությունը կլինի եւ վարչությունը կունենա որոշակի համաժողովի կողմից սահմանված կարգով կունենա շատ փոքր ինչ-որ միջամտության բան, հնարավորություն, բայց հիմնականում կլինի քվեարկության։ Այսինքն վարչությունը կարող է հնարավորություն ունենա 55-րդ համարին ենթադրենք տեղափոխի 57-րդ համար, այնտեղ 1 հոգու այսպես մի միջամտություն անի կամ 2 հոգու։ Չէ, էական փոփոխություններ չեն կարող լինել։ Պարոն Ալեքսանյան, քանի որ մենք անգամ որոշել է, որ սխալ անգամ ձեր թիմակիցները մասին բարձրացնեցին, հիմա այս ընտրությունների հետ Մեր որ թիմակիցն է կեղծիքների մասին բարձրացնում։ Ինչ կեղծիքների մասին։ Նախորդ ընտրությունների հետ կապված բարձրացնում։ Հիմա այս ընտրությունների հետ կապված Ընկերներ։ Արդյոք այդպես կտրուկ փոփոխություններ կլինեն հնարավոր առանց Նախ ես հասկանում եմ իհարկե, որ Հայաստանում որոշ օլիգարխիկ ու կլանային ուժեր ամեն կերպ փորձում են արժեզրկել ժողովրդավարական ընտրությունների մոդելը ներկուսակցական համակարգում։ Բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ մեր ընտրություններում ընդհանրապես ժողովրդավարության հետ կապված կամ կեղծիքների հետ կապված որևիցե միջադեպ չի եղել։ Բայց ես ուզում եմ ձեզ նաև ասել, որ սենց այսպիսի ընտրական մոդել, որ 1000 հոգի ընտրում է մեկ քվեաթերթիկի վրա 20 հոգու, 30 հոգու, այս դեպքում 50 հոգու։ Դա շատ բարդ ընտրություն է եւ շատ բարդ հաշվարկ է իրանից ենթադրվում։ Այդտեղ կարա լինի սխալ մունք, կարա հաշվարկի ժամանակ մեկի ձայնը սխալ հաշվի, մեկինը շատ հաշվի, կարա 50-ի տեղը 49 տեսնի, կարա անվավեր քվեաթերթիկը վավեր համարվի, որտեվ օրինակ եթե 49 հոգու ընտրի պատվիրակը, դա անվավեր է։ Ու նմանատիպ սխալմունքներ լինում են ու հա կարա լինի այդպես սխալմունքներ, բայց դա ժողովրդավարության մաս է։ Մեր նախորդ ընտրությունները վարչության այնքան անբասիր են եղել, որ նույնիսկ ամենաանդիմադիր լրատվականները, բացի ինչ-որ մատից ծծած ինչ-որ նյութերից, ոչ մի բան նույնիսկ չեն կարծել նորմալ հորինեն այդ ընտրությունների հետ կապված։ Հիմա էլ մեր ամբողջ քվեարկությունը լայվով է ընթանում, բոլորը յուրաքանչյուր քաղաքացի աշխարհի ցանկացած ծայրից կարա մտնի տեսնի այդ լայվը, թե ոնց են մարդիկ քվեարկում, մեր հաշվարկն էլ է լայվով լինելու, մարդը կարա ամբողջ process-ը ինքնուրույն նստած հաշվի, քանի հոգի մտավ ընտրա տեղամաս, քանի քվեաթերթիկ հանեցին, քվեաթերթիկը հանելուց կամերային ցույց են տալիս, կարա ինքը ստոպ տա, ինքը նայի քվեարկության արդյունքները, ամբողջ ընթացքում քվեատուփը իր աչքի առաջ, այսքան ժողովրդավարական ընտրություններ, ինչքան մեր նախորդ վարչության ընտրություններն են, ինչքան հուսով եմ ու Աստված առաջ այս մի ընտրություններն են լինելու, շատ դժվար է պատկերացնելու։ Մեր թիմակիցները նման հայտարարություններ չեն արել։ Դուք մեր թիմակիցներին հայտարարություններ եք վերագրում, որոնք նրանք չեն արել։ Պարոն Ալեքսանյան, իսկ այս ընտրություններից ինչ որ հնարավոր է կտրուկ այդպես փոփոխություններ, օրինակ առանցքային դեմքեր, ովքեր դուսում են գոյության արդյունքում։ Իհարկե, ամեն ինչ ընտրությունը ենթադրում է, որ ամեն ինչ էլ հնարավոր է։ Հիմա գնացեք մեր ընտրողներին հարցրեք ում եք ընտրել, կապարզվի առանցքային ինչ-որ ձեր պատկերացմամբ առանցքային ինչ-որ մեկին չեն ընտրելու ու հենց այդ է ընտրության իմաստը, որ ընտրությամբ մարդիկ որոշում են, կուզեն այսպես կորոշեն, կուզեն այնպես կորոշեն։ Իսկ հաշվարկը ինչպես է լինելու։ Նախորդի պես եւ ամբողջ քվեարկությունը կավարտվի, առանձին օրերով հաշվարկ չենք ունենալու։ Ամբողջ քվեարկությունը կավարտվի, քվեաթերթիկների սկանավորման եղանակով, հետո նաեւ ձեռքով հաշվարկի տարբերակով ամբողջությամբ երկար process է, բայց որը
իսկ արդեն դերձնական ցուցական փոխական տեսքով եւ գրականական պատվաստել։ Դե երբ որ երկրորդ փուլի քվեարկությունն է լինի այդ ժամանակ։ Պարոն Ալեքսանյան, սա կարծեք թե կուսակցությունների պատմության մեջ նոր ներդրված մեխանիզմ է, ինչին սա կնպաստի հետագայում այդ կուսակցությունների։ Ես կարծում կան կուսակցություններ, որ փորձել են սրա իմիտացիան իհարկե անեն, բայց ակնհայտ է, որ այդ կուսակցությունները մոտ չեն եղել ժողովրդավարական մոդելին, ու առհասարակ կապ չեն ունեցել ժողովրդավարության հետ, իրանք ինչ-որ իմիտացիաներ բնականաբար փորձել են անել, բայց սա հենց ինքնին բան է, էլի, մեսիջ է մեր քաղաքացիներին, որ սիրելի քաղաքացիներ, չի կարող ժողովրդավարական լինել մի թիմ, որ ինքն իր ներսում ժողովրդավարական չէ։ Այսինքն, եթե թիմը ինքն իր ներսում իր ուժերի բաշխվածությունը չափում է օլիգարխիկ կլանին այս կամ այն պատկանելիությամբ, օլիգարխիկ կլանում այս կամ այն մասնաբաժինն ունենալով կամ փողի չափով, քսակի չափով, ավելի մեծ քրեական հեղինակություն լինելով կամ մնացած, այդ թիմը չի կարող երկրի համար ժողովրդավարական մոդել բերի կամ ժողովրդավարական մոդել կառուցի։ Մեր կուսակցությունը իր ներսում էլ ամեն ինչ չափում ժողովրդավարական մոդելներով։ Անալիզան ոչ կուսակցական ռեզուլտատի կապած մի հարց, երեք մեր ձևով շարժումը ուժեղ Հայաստան արդեն հայտարարեց իր վարչապետի տեխնոլոգիայի մասին Սամվել Կարապետյանն է։ Ձեր դիրքորոշում այս առումով եւ արդյոք իսկապես լուրջ մրցակից չունեք արդեն դուք, որովհետեւ հանրային հարցումներով տարբեր ծրագրեր նշում են, որ իսկապես ներառվում է բավական բարձր հանրային Հարգելի գործընկերներ, թույլ տվեք ասել, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ կամ վարչապետի տեխնոց։ Ու դա ամրագրված է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով, որտեղ ինչ որ դա Ուրեմն սահմանադրագետները լավը չեն։ Կներեք, ես այդ դետալների մեջ չեմ մտնելու, ես Արամ Վարդևանյանը չեմ, Արամ Վարդևանյանին են միլիոններ տալի, թող Արամ Վարդևանյանն էլ նստի իրանց բացատրի, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի տեխնացու եւ չի կարող լինել վարչապետ Հայաստանի Հանրապետությունում։ Այլ պետությունում գուցեև կարող է, Հայաստանում չի կարող։ Ես էլ ասում չի կարող նա լինել Հայաստանի Հանրապետությունում վարչապետի տեխնացու եւ վարչապետ, ինչպես ինքը չի կարող։ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի տեխնացու Հայաստանում։ Ֆիլիպ Կիրկորովը չի կարող լինել վարչապետի տեխնացու Հայաստանում։ Վլադիմիր Սալավյովը չի կարող լինել վարչապետի տեխնացու Հայաստանում։ Պարոն Մադուրոն չի կարող լինել վարչապետի տեխնացու Հայաստանում, իսկ պարզ ամեն ինչ։ Այսինքն հնարավորին հայտնացում չգրանցում։ Ժողովուրդ, ֆիզիկապես անհնար է, որ նրա տեխնացությունը ինչ-որտեղ գրացվի, որովհետև դա սահմանադրությամբ եւ օրենքներով արգելված է, չի կարող այդ մարդը լինել տեխնացու, չի կարող լինել վարչապետ եւ վերջ։ Ինքը Կիրկորովը, Սալավյովը, Մադուրոն, Իլոն Մասկը ոչ մեկ նրանցից չի կարող լինել։ Սա ինձ պարզ բան եմ ասում։ Շնորհակալություն։